Հարգելիներս, եկեք այսօր պատրաստենք կոտլետներ և մատուցենք շատ հետաքրքիր և տարբերվող տարբերակով։ Մեզ հարկավոր է լինելու տավարի աղացած միս, որից ես ձևավորելու եմ կոտլետներ, կանաչ սոխ, ձու, պաքսի մատ և այսպիսի չոփիկներ։ Մեր կոտլետները այսպես լավ տրորելուց հետո մենք մի պահ թաթախում ենք առատ ձվի մեջ և այսպես պաքսի մատաղ ենք անում։ Սա մենք անում ենք, որովհետև մեզ պետք է, որ ստանանք խրթխրթան մակերես։ Ահա մեր կոտլետները արդեն պատրաստ են, մենք արդեն կարող ենք տապակել։ Ահա հերթը հասավ կանաչ սոխի օգտագործմանը, այսպես չոփիկը մտցնում ենք մեջը և այս կանաչ չոփիկների վրա մենք պիտի տեղադրենք մեր կոտլետները։ Եվ այսպիսով մենք ստացանք շատ հետաքրքիր կրեատիվ տարբերակ կոտլետի մատուցման։ Հարգելիներս, ձեզ եմ ուզում ներկայացնեմ իմ կրեատիվ կոտլետների տարբերակը, որը կարող է զարդարել ձեր տոնական սեղանները, ձեր մանկական առիթներն էլ կարող եք նման կոտլետներով զարդարել և երեխաները անտարբեր չեն կարող անցնեն այս կոտլետների կողքով։ Հարգելիներս, այսօր մենք պատրաստեցինք կրեատիվ կոտլետներ և նշեմ շատ հասարակ ամենօրյա կոտլետին մենք տվեցինք յուրահատուկ տոնական տեսք, թեթև կանաչիներով զարդարել եմ բաժակը և բաժակի մեջ մի փոքր ջուր ենք ավելացնում, որ կանաչիները մեր թարմ մնան։ Դուք էլ կարող եք պատրաստել և մատուցեք սիրով։